Հայաստանում տեղի ունեցող աղմկահարույց ձերբակալությունները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից մեկ շաբաթ անց խուզարկություններ տեղի ունեցան ընդդիմադիր գործիչների տներում, որին էլ հետևեցին ձերբակալությունները։ Կալանավորվեցին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ նրա թիմակիցները։ Տեղի ունեցածին արձագանքեցին Կրեմլից։ Հայաստանը մեր կարևոր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ զարգացած եւ շատ բազմակողմանի հարաբերություններ։ Եվ իհարկե, քանի որ Կարապետյանը նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան կապերը հաստատվում են։ Ինչ վերաբերում է այս ձերբակալություններին, սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք իհարկե շահագրգռված ենք Հայաստանում կարգ ու կանոնի պահպանման, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ կայուն Ռուսաստանի բարեկամ երկիր։ Ռուսական 10 գործակալությունը ներկայացրել է ժամանակացույցը, թե ինչ է հայտնի Հայաստանում հոգևորականների եւ ընդդիմության զանգվածային ձերբակալությունների մասին, ինչ է հայտնի Հայաստանի իշխանությունների եւ հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտության մասին։ Նշվել է նաեւ, որ Հայաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են ընդդիմության եւ հոգևորականության ներկայացուցիչներին։ Բրիտանական Reuters-ը գրել է. Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հայտնի քրիստոնյա հոգևորական arczepiskopos Բագրատ Գալստանյանին եւ մեղադրել նրան կառավարությունը տապալելու դավադրություն կազմակերպելու համար։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ Գալստանյանը եւ ենթադրյալ համախոհները ձեռք են բերել ահաբեկչական հարձակում իրականացնելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներն ու գործիքները։ Reuters-ը չի կարողացել անմիջապես կապ հաստատել Գալստանյանի փաստաբանի հետ, իսկ Կարապետյանի փաստաբանները նշել են, որ գործարարը հերքում է իր մեղքը։ Գործակալությունը հիշեցրել է, որ Փաշինյանն իշխանությանը եկել 2018 թվականին փողոցային բողոքի ցույցերի ալիքի միջոցով, սակայն 2020 թվականի կարճատև պատերազմում Ադրբեջանին կրած խոշոր պարտություններից հետո հայտնվել է ներքին լուրջ ճնշման տակ։ Եվրոպական Common Space-ն էլ դիտարկել է քաղաքական եւ կրոնական վերնախավերի միջև խորացող պառակտումը, այն որակելով Թավշյա հեղափոխությունից ի վեր հասունացող անձնական թշնամանքի սրում։ Եթե այն սրվի, արդեն իսկ անկայուն իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ 2026 թվականի հունիսյան ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ընտրություններին 1 տարուց մի փոքր պակաս է մնացել, մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ի հայտ է եկել եւս մեկ խոշոր հակամարտություն, այս անգամ արդեն Իրանի եւ Իսրայելի միջև, որն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական անորոշությունը։ Առաջիկա տարին այնուամենայնիվ անկանխատեսելի էր, գրել է կայքը։ Russia Today-ը հարցազրույց է արել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ։ Վերջինս իր զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները եկեղեցու եւ նրա կողմնակիցների վրա տարակուսանք են առաջացնում։ Եթե այսօր այս պարոնը եկեղեցու դեմ է դուրս գալիս, դա նշանակում է, որ նա ցանկանում է, որ Հայաստանը իջեցնի իր պետականությունը եւ անկախության մակարդակը։ Հիմա այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանն իր կարծիքն է հայտնել Հայաստանի զզվելի կառավարության մասին, նա ձերբակալվել է։ NTV-ն լայնածավալ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ։ Ինչպես նշվել է, Կարապետյանի եւ Փաշինյանի միջև հակամարտությունը խոր արմատներ ունի։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վաղուց են տարված ԵՄ-ին անդամակցելու գաղափարով։ Բրյուսելը հավանաբար Երևանին է հրամցրել պահանջների բնորոշ փաթեթ, ավանդական արժեքներից հրաժարում, հաստատված տնտեսական կապերի քանդում եւ այլն։ Փաշինյանը միանգամից հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա, անվանելով այն Չուլան։ Կարապետյանը պաշտպանել է եկեղեցուն, ինչին Փաշինյանն արձագանքել է խիստ բուռն, ասված է ռեպորտաժում։ Նշվել է նաև, որ աշխարհի հսկայական հայկական սփյուռքը եւս վրդովված է գործարարի ձերբակալությունից։ Կարապետյանին ազատ արձակելու պահանջներ են հնչում Բեյրութից, Փարիզից, Բելգրադից, Ստամբուլից եւ Մոսկվայից։ Իզվեստիան գրել է. Փորձագետների կարծիքով հայ առաքելական եկեղեցու հոգևորականության վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները կարող են նոր բողոքի ցույցեր առաջացնել հանրապետությունում։ Իզվեստիայի հետ զրույցում փորձագետ Միլան Լազովիչը նշել է, որ կառավարության եւ եկեղեցու միջև պառակտումն ակնհայտորեն կխորանա։ Երկխոսություն հաստատելու նախադրյալներ դեռևս չկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին II կաթողիկոսի միջև հակամարտությունը դարձել է շատ լայն եւ բացահայտ։ Կարծում եմ, որ Գալստանյանի կալանավորումը եւս մեկ կաթիլ է ընդդիմության համբերության բաժակի մեջ։ Բողոքի ցույցեր հնարավոր են, ոչ թե կոնկրետ Գալստանյանի պատճառով, այլ ընդհանրապես Փաշինյանի քաղաքականությունից դժգոհության պատճառով։ Իսկ AP News-ը ընդգծել է, որ Բագրատ Գալստանյանի ձերբակալությունը մեկ շաբաթվա մեջ Փաշինյանի դիմախոսի ձերբակալության արդեն երկրորդ դեպքն է։ Գործակալությունն ընդգծել է, որ չնայած տարածքային զիջումը շարժման հիմնական խնդիրն էր, այն ընդլայնվել է, ընդգրկելով 2018 թվականին իշխանության եկած Փաշինյանի վերաբերյալ բողոքների լայն շրջանակ։ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ ձերբակալությունների մասին որոշումների միջազգային արձագանքին զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում կարծում են, որ կանխվել է մեծ ահաբեկչական փորձ, ինչը կարող էր հանգեցնել մեծ քաոսի։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։